Ամենակարող Աստված, գոհություն ենք բարձրացնում դեպի քո գահը Տեր։ Գոհություն ու փառք ես, ամենակարող Քրիստոս։ Մենք շնորհակալ ենք քեզանից Հայր այսօրվա համար, ամեն օրվա ու ամեն ժամվա համար Տեր ջան։ Շնորհակալ ենք, որ դու նորից ու կրկին եւ ամեն անգամ հավաքում ես քո ժողովրդին քո խորանի մեջ։ Քեզ գոհության պատարակներ բարձրացնելու Տեր։ Քեզ շնորհակալություն ասելու ամենակարող Հիսուս։ Այո, մենք մեր սիրտը քեզ ենք նվիրում Տեր։ Այն պատկանում է քեզ Հիսուս։ Վերցրու մաքրիր Տեր ջան, մաքրիր հալեցրու Տեր, եւ թող այն դառնա քեզ հաճելի իմ արքա, որովհետեւ դու բնակվում ես հաճելի ու կատարյալ սրտերում իմ Աստված։ Ահա մենք Հիսուս, գալիս ենք քո գահի առաջ եւ խնդրում, որ ներես ամեն մեկից գործած գիտակից եւ անգիտակից մեղքերը իմ արքա։ Զորացնես քո փառքի մեջ Հիսուս, որ ամեն ժամանակ, երբ որ կանգնենք քո գահի առաջ, քեզ փառավորելու Տեր, լինենք ձյունի նման ճերմակ Հիսուս, որովհետև քո կամքը դա է ամեն մեկիս կյանքի մեջ Հիսուս ջան, չէ որ դու երկնքի դարպասները բացեցիր մեզ համար իմ արքա, այո բացեցիր երկինքը Տեր եւ տվեցիր քո խոսքը, որ ապրենք, զորանանք ու բարձրանանք քո խոսքով, Հիսուսի զորավոր ու սուրբ անունով, շնորհակալ ենք Հայր, որ դու այստեղ ես Տեր, որ դու մեր մեջ ես Հիսուս, որ դու մեր հետ ես իմ արքա, եւ դու մեր հավիտենականության հայրն ես, փառավորվես եւ մեծարվես ամեն ժամանակ, ալելույա, ամեն, ամեն, փառք Աստծուն, սիրելիս արի միասին ձեռքերս պարզենք եւ աղոթենք այս հոգսերի եւ կարիքների համար, որ հավատում ենք, որ շուտով չեն լինելու, որովհետեւ Աստված հոգսերի եւ կարիքների պատասխանող Աստված է, ամեն, ամենակարող բարձյալ Աստված, վերում ենք քո սուրբ գահի առաջ այստեղ դրված ամեն մի հոգս, ամեն մի կարիք Տեր ջան, եւ խնդրում ենք քեզանից Տեր, որ քո ձեռքը երկարացնես ու բժշկես ամեն բան, որ այստեղ դրված է Տեր ջան, թող ամեն ընտանեկան փոխհարաբերություն բժշկված լինի քեզանով իմ արքա, թող ամեն տեսակի հիվանդություն բժշկված է Քրիստոսի զորավոր վերքերով, ամեն անբուժելի հիվանդության արմատը մենք ասում ենք ջախջախված է Քրիստոսի զորավոր ու սուրբ անունով եւ մենք ասում ենք ամեն մարդ ով ազատ չէ մեղքից Տեր ջան թող ազատագրվի Քրիստոսի զորավոր ու սուրբ անունով Տեր եւ դու փառավորվես ամեն մեկիս կյանքի մեջ Հիսուս որովհետեւ այո դու արժան ես ամեն փառքին Տեր ամեն Ես ուզում եմ ասեմ փառք Տիրոջը մեր եկեղեցու
հովիվների համար։ Փառք Տիրոջը եկեղեցուս ամեն մի անդամի համար։ Փառք Աստծուն մեզ այստեղ հավաքելու համար։ Ամեն։ Թող փառավորվի Տերը ամեն բանի համար, որ մենք ունենք մեր կյանքերի մեջ։ Ամեն։ Մի հատ շատ բարձր ծափահարենք Տիրոջը եւ այս հրաշք փառաբանությանը թող զորանա մեր փառաբանությունը եւ Տիրոջ ականջին միշտ եւ հավիտյանս հաճելի լինի նրան ձայնը։ Հիսուսի անունով։ Ամեն։ Տերը օրհնի բոլորիդ։ Կարող եք նստել, սիրելիներ ջան, որով ձեր հոր տան մեջ հարմար տեղավորվել եւ լսել Աստծո խոսքը։ Ամեն։ Այսօր նորից ուզում եմ ձեզանից յուրաքանչյուրի հետ կիսվել ընծայի զոհաբերության խոսքով։ Հա թե ինչքան կարևոր է, երբ որ մենք զոհաբերող եւ ընծաներ տվող ենք Տիրոջ գործի համար։ Ամեն։ Ու երբ որ ես ամեն անգամ ավետարանը կարդում եմ, իմ մոտ այսպիսի մի բնավորություն կա, միգուցե շատերիդ մոտ կա, ես համ իմ ավետարանում ամբողջ տեղերը գծված են տարբեր գույնի գրիչներով, համ էլ այն ամեն ինչ, որ ես խորը հայտնություն եմ ստանում կարդալուց, այդ ամբողջը գրվում է ավետարանի վերջի բաց էջերի վրա։ Ու երբ որ ես պիտի ծառայեմ, վստահվում է ինձ ծառայություն, ես հաստատ անցնում եմ այդ հետևի էջերով, հա, գրված ավետարանի վերջի էջերով ու այնտեղից հաստատ մի խորը հայտնությունով ինչ որ բան եմ գտնում կիսվելու համար, որովհետև Աստված ամեն անգամ նորովի է իր խոսքը բացում, ամեն անգամ նորովի է ինքը մեր մեջ դնում այդ խոսքը, որ արմատները ավելի խորը հասկանանք, որովհետև Աստծո խոսքը հասկանալու ըմբռնելու համար պիտի բազմաթիվ անգամ կարդանք ու վերընթեռնենք, որովհետև Տերը սիրում է, երբ որ մարդիկ կարդում են իր խոսքը, ապրում են իր խոսքով եւ հավատում են, որ այդ խոսքը իրանց կյանքում դառնալու է գործ եւ կյանք ունենալու։ Ամեն, փառք Տիրոջը։ Եկեք սկսենք Մատթեոս ավետարանի 21-րդ գլխի 12-ից 13-րդ խոսքից։ Հիսուսը մտավ Աստծո տաճարը եւ վռնդեց։ Միտեղ էլ գրված է դուրս արեց։ Տաճարի մեջ բոլոր ծախողներին եւ առնողներին եւ փոխողների սեղանները։ Եվ աղավնի ծախողների աթոռները կործանեց եւ ասաց նրան. գրված է, իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, բայց դուք ավազակների ворջ եք այն սարքել։ Տեսեք, հիմա կմտածենք, թե սա Քրիստոսը եկավ, տաճարն էր մաքրում, տեսավ ու բարկացավ, այնքան բարկացավ, որ սկսեց մաքրել տաճարը։ Սիրելիս, ամեն անգամ, երբ որ մենք Աստծո խոսքը կարդում ենք ու Տերն ասում է, երբ որ 2-ը 3-ը հավաքվեն, ես այնտեղ եմ։ Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, շատ ենք, չէ, 2-ից 3-ից։ Տերը այստեղ է։ Ինքը ոնց որ այն ժամանակ հիմա էլ եկել է, կանգնել է քո տաճարի դռան առաջ։ Ու թակում է այդ տաճարի դուռը, որպեսզի բացես ու ինքը տեսնի այնտեղ ինչ է կատարվում, հա։ Մեր մեջ, մեր սրտի մեջ ինչ էր կատարվում։ Տերը եկել է այսօր, սիրելիս, որ իմ ու քո սրտից բժշկի ու հանի այն ամենը, ինչ որ Աստծուն հաճելի չի։ Առու ծախողներին հանեց։ Հա, հիմա կասես առու ծախողներին հանեց, աղավնի ծախողներին, փոխողներին, իմ հետ դա կապ չունի։ Սիրելիս, մեղք է։ Մենք ունենք բազմաթիվ կյանքում գործողություններ, որ անում ենք Աստծուն հաճելի չի։ Ու դրա հետ բերում ենք զոհաբերություն, ասեմ, Տիրոջ աչքին հաճելի են ընծան ու զոհաբերությունը, որ արդար, անարատ, մաքուր ու առանց մեղքի սրտով ենք անում մենք, հա։ Ամեն։ Երբեմն մենք աղոթում ենք, այսօր Հիսուսը ստեղ է։ Մենք աղոթում ենք, ասում ենք, Տեր, արի ձեռքս բռնի, տար ինձ առաջ, գալիս եմ քո հետևից։ Ոչ մի բան չի փոխվում։ Բայց մոռանում ենք, որ մենք հոգևորներ լինելով, բազմաթիվ բաներ ենք անում մեր կյանքում։ Բամբասում ենք, քննադատում ենք, նախանձում ենք, չենք հնազանդվում Աստծո խոսքին։ Տեսակ ինչքան մեղք ենք հավաքել մեր կողերը։ Իսկ Հիսուսը կանգնած նայում է, թե երբ ենք այդ մեղքերից հրաժարվելու, որ ինքը մոտիկ գա ու մեր ձեռքը բռնի։ Որ տանի այդ օրհնության ճանապարհներով, որը ինքը խոստացել է։ Սիրելիս, քո ընծայի ու զոհաբերության արմատը պիտի լինի այդ զոհաբերությունն ու ընծան հավատարմությամբ Տիրոջ տան մեջ ծառայեցնելը, որպեսզի դու շատ օրհնված լինես։ Ամեն։ Ամեն մեկը գիտի իր փոխհարաբերությունը, իր սիրտը Աստծո հետ, հա։ Երբ որ մենք այստեղ կանգնում ենք ու ասում ենք, Տեր ջան, ահա ես, վերցրու եւ օգտագործիր ինձ։ Գալիս է մի իրավիճակ, Աստված ուզում է մեզ օգտագործել, բայց մենք ինչ ենք անում։ Երբեմն չենք հնազանդվում։ Ու ես պատրաստելիս խոսքը երեք էլ կիսվեցի, հիշեցի իմ առաջի ավետարանչության պատմությունը։
Երբ որ առաջին անգամ ինձ ավետարանչության համար ասեցին ու գրվեց, որ ես պիտի գնամ։ Դուք չեք պատկերացնում, քանի 100 հաղորդագրություն եմ ես հեռախոսից ջնջել, որ ուզում եի գրեի ու ասեի, ինձ հարմար չի, չեմ ուզում գնամ, այսօր այդ օրը չի եւ այլն։ Ինչ որ մի բան գտնեմ, որ չգնամ, որովհետեւ դեռ ինչ կար, հպարտություն կար, հա։ Մեկը կտեսնի, ինչ կասի, ոնց կխոսի։ Եվ եղավ այնպես, որ ես հասկացա ու եկա այն գիտակցմանը, որ եթե ես խաբեմ, Աստված տեսնում է։ Եթե ես գրեմ ինձ հարմար չի, Աստված տեսա, որ ինձ հարմար է, լավ էլ հարմար է, բայց ես ուղղակի չեմ ուզում գնալ։ Բայց ես կոտրեցի այդ կապանքը հպարտության ու գնացի։ Ճիշտ է, առաջի ավետարանչությունը չստացվեց իմ մոտ, բայց քուրիկի հետ որ գնացել էինք, ամենտեղ ես առաջին իրան էի ուղարկում, հետո իր հետևից գնում էի սենց թաքուն էլի, որ իբր ինձ չտեսնեն, բայց իմ աչքերը երկուսն են փակեմ, չեմ տեսնի, բայց մարդիկ տեսնում են ինձ հաստատ, փակած աչքերով թեկուզ։ Ու ես այնքան ամաչեցի, դուք չեք պատկերացնի, երբ որ տուն էինք եկի, ասում էին ճոմոթ էր, Երանի չգնայր, ավելի լավ էր, քան գնացիր ու մի հատ էլ ամաչեցիր, որ գնացել էիր։ Բայց երբ որ դա պարբերաբար կրկնվեց ու իմ կյանքում դարձավ այսպես սովորության նման մի բան, արդեն ես մտնում էի ամենտեղ, որտեղ որ պետք էր ու Աստծո մասին խոսել էի, խոսում եմ ու պիտի խոսեմ։ Որովհետև Քրիստոսը խաչի վրա բարձրացավ, որ ես ու դու ամոթից ու ամեն մեղքից ազատ լինենք եւ նրա ավետարանը քարոզենք։ Ասեց գնացեք աշխարհը քարոզեք ավետարանը, ու մենք հիմա քարոզում ենք ավետարանը, փառք Աստծուն, ու պիտի քարոզենք, հա, այս պատերից դուրս, պիտի գնանք ու քարոզենք Քրիստոսի մասին։ Ամեն, փառք Աստծուն, ու ինքը հաստատ մեզ բարձրացնելու է։ Ինքը մեզ վերցնելու է ու բարձրացնելու է ու տեսնելու են բոլորը, արդարի ու ոչ արդարի տարբերությունը։ Որովհետև ես հավատում եմ այն Քրիստոսին, ով ասեց, որ ես նրա զավակն եմ։ Ուրեմն ես ոչ մի բանի կարոտություն չեմ ունենալու։ Ամեն, համաձայն ես, որ դու էլ կարոտություն չես ունենալու։ Այսօր ամեն, ամեն։ Այսօր որոշենք, երբ որ այստեղից դուրս գանք, ճիշտ է, ամեն անգամ գալիս ենք խոսքը լսում ենք, գնում ենք, միգուցե ինչ որտեղ օգտագործում ենք, ինչ որտեղ էլ խոսքը մեր մեջ քնում է։ Եկեք այսօր որոշենք Հիսուսին վերցնենք, հետներս տանենք։ Մտնենք մեր ծածուկը այնտեղ իրան կանչենք։ Մտնենք խոհանոց ինչ որ բան անելուց այնտեղ էլ կանչենք իրան։ Իրա հետ շփվելով գործ անենք։ Տեսեք ինչ հաճելի կլինի նրա հետ ապրելն ու քայլելը։ Նա հրաշալի Աստված է, սիրելիս, ու ինքը իր խոսքի հետևում կանգնած է։ Ամեն։ Ամեն անգամ, երբ որ Աստծո խոսքը կարդում ենք, նորովի հասկանում ենք ու զգում ենք, թե ինչքան մեծ զոհի գին ենք մենք, հա, ու մենք իրավունք չունենք այդ զոհը անարգելու։ Փառք Տիրոջ իր հրաշալի զոհի համար ու իր ներկայության համար։ Ու նաև շատ հրաշալի է, որ դու այսօր թողել ես ամեն բան ու եկել ես Տիրոջ տուն։ Սա էլ է մեծ զոհաբերություն, սիրելիս։ Այսօր դու նստել ես այստեղ, զոհել ես քո ժամանակը, քո հարևանների հետ սուրճ խմելը, հա, քո բարեկամի տուն գնալը ու եկել ես Տիրոջ տուն։ Հիշում եք առաջ ինչքան էր այս կիրակի օրերը օգտագործում ենք միայն շրջելու համար։ Գնանք այս բարեկամին, բարեկամին չենք աշխատում, ազատ ենք, բայց հիմա մենք սենց սպասումով ենք գալիս Աստծո տուն, ամեն կիրակի իմ համար պարտականություն է սա, Աստծո տուն գալը եւ պատվիրան պահելը։ Փառք Տիրոջը դրա համար, որ փոխեց իմ սիրտը դեպի իր տուն գալու ճանապարհների վրա կանգնեցրեց։ Ամեն ու ամեն մեկս դրա մեջ պիտի հավատարիմ լինենք, սիրելիներս։ Փառք Տիրոջը ամեն բանի համար։ Եվ ուզում եմ շարունակել խոսքս Եսայա մարգարեության 56 գլուխ 6-ից 7-րդ խոսքերը։ Իսկ այն օտարականների որդիները, որոնք նրան ծառայելու, Տիրոջ անունը սիրելու եւ նրա ծառաները լինելու համար, բոլոր նրանց ասում է Տերը, որ կպահեն իմ շաբաթը եւ այն չեն պղծի ու կարճած կմնան իմ ուխտերին, նրանց մի սուրբ լեր կբերեմ ու կուրախացնեմ նրան։ Իմ աղոթքի տան մեջ նրան ողջակեզներն ու զոհերը ընդունելի կլինեն իմ սեղանի վրա, որովհետեւ իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի բոլոր ժողովուրդների առաջ։ Տեսար սիրելիս, երբ որ դու հնազանդվում ես Աստծո խոսքին, երբ որ դու այն միակ բանը, որ ինձ ու քեզ Աստծուց հեռացնում է մեղքը, ազատվում ես, Տերը ասում է քո ողջակեզները հաճելի են իմ սեղանի առաջ։ Քո ընծաները հաճելի են իմ սեղանի առաջ, որովհետև դու եկար փոխհարաբերության մեջ կայացած, որպես հավատքի որդի։ Ամեն։ Փառք տանք Աստծուն ամեն օրվա համար, սիրելիներս։ Արի Տիրոջ տուն սպասումով, որ Աստված քեզ մի բան խոսելու է, մի բան ասելու է, ու դու այստեղից դատարկ չես գնալու։ Ամեն, փառք Տիրոջ իր ներկայության համար։ Եվ ուզում եմ ասեմ, որ իմ եւ քո օրհնության արմատը դա Տիրոջ խոսքին հնազանդվելն է։
Իմ ու քո օրհնության արմատը սիրելիս մեր ֆինանսները Աստծո գործի մեջ ցանելն է։ Եվ իմ ու քո օրհնության արմատը սիրելիս մաքուր ու անարատ փող հարաբերությունն է Աստծո հետ։ Ամեն, փառք Տիրոջը, թող ամեն մեկիս կյանքի մեջ փառավորվի Քրիստոսը։ Հալելույա։ Ամեն։
Հարավոր Հիսուս, խոնարհվում ենք քո առաջ այսօր, մեր Սուրբ Աստված, փառավոր Տեր, արքաների արքա, օրհնյալ լինի քո Սուրբ անունը Տեր, որ օրհնյալ է հավիտյանս հավիտենից։ Մենք շնորհակալություն ենք հայտնում քեզ, որ Տեր իրոք մենք ճանաչում ենք քեզ եւ դու հայտնել ես մեզ, հայտնվել ես մեզ, որովհետեւ դու ասեցիր նրանք էլ, որ ինձ սիրում են, կհետևեն իմ խոսքին, իմ պատվիրանին, եւ ես էլ կսիրեմ նրանց, եւ Հայրն էլ կսիրի, եւ կգանք նրա մոտ եւ բնակություն կհաստատենք։ Եվ մենք խոնարհվում ենք քո առաջ Տեր, որ դու իրոք եկել ես մեր մոտ եւ մեզ հայտնել ես քո անձը Տեր։ Որովհետեւ գրված է, եթե դու ծածկես քո երեսը, ով կարող է քեզ գտնել, եթե լռես, ով կարող է քեզ լսել։ Բայց դու քեզ սիրողներին հայտնում ես քեզ, փառավոր Տեր, շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք, որ մենք այս կյանքը եկել ենք, ծնվել ենք եւ ճանաչեցինք քեզ, եւ հավատացինք քեզ, եւ երկրպագում ու փառավորում ենք քեզ, Տեր։ Օրհնյալ լինի քո Սուրբ անուն, դա շնորհք է իրականում քեզանից, որ դու տվել ես մեզ։ Հալելույա, հալելույա։ Դա հանճար է իրականում, եթե ինչ-որ մեկը ճանաչում է իր Տեր Աստծուն, եւ պաշտում է իր Տեր Աստծուն։ Հալելույա, 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 հալելույա։ Օքրե պրապրեդը շեքեդրո։ Հալելույա, ամեն։ Փառքը Հիսուսին, սիրելիներս։ Տիրոջ ներկայությունը այս վայրում է, Սուրբ Հոգու ներկայությունը։ Եթե Աստված հիմա բացի ձեր հոգու աչքերը կտեսնեք, բազում հրեշտակներ են այստեղ։ Ու փառք մեր Աստծուն, Տեր օրհնի ձեզ։ Աստված օրհնի ձեզ, սիրելիներս, նստեք Տիրոջ ներկայության մեջ։ Դա երանելիություն է, գիտես, գալիս աշխարհ եւ ճանաչել եւ հավատալ Աստծուն եւ հավատքը պահել մինչեւ վերջ։ Որովհետեւ ես երեք մեծամորում երեկոյան մեր ծառայության ժամանակ նորից կրկնեցի, օրը ցերեկով կանգնած մեր տան միջից պատուանի դիմաց նայում եմ դրսում տեսնում եմ մարդիկ, ոմանք ճանաչում եմ, որ աշխատում են, հաջողակ են, գործեր, բիզնեսներ ունեն, ու նայում եմ այդ մարդկանց կյանքը եւ տարիքով մարդիկ են, մոտ 70 արդեն, ու տեսնում եմ, որ այդ մարդկանց ամբողջ կյանքի նպատակը միայն փող աշխատելն է, միայն հոգս անելը։ Գրված է, չէ՞, առակած գրքում, որ դա էլ մի զբաղմունք է, որ Աստված տվել է մարդկանց որդիներին։ Իսկ ես այդ պահին պետք է աղոթեի, որպեսզի պատրաստվեի Աստծուց խոսք ստանայի, որ այդ խոսքը այսօր մատուցեմ ձեզ։ Եվ մտածում եմ, ասում եմ, Տեր, ես հիմա պետք է աղոթեմ, խոսք ստանամ, որ ծառայեմ այսօր վաղը քո ժողովրդին, բայց տեսնում եմ մարդիկ, որ աննպատակ կյանք են ապրում, միայն փող աշխատելով։ Ու գիտեք, հոգու խորքում ստացա այս հայտնությունը, թեև դա գրված է Աստծո խոսքի մեջ, որ մարդը, որ գալիս է այս աշխարհ ու չի ճանաչում իր Տեր Աստծուն, որպեսզի պաշտի, նա նմանվում է անասուններին։ Ինչպես որ գալիս են անասունները եւ գնում են այս աշխարհից։ Անասունների կյանքը ինչ է։ Աշկերը բացեց, առավոտ մտածում է ջուր խմի,
խոտ ուտի, գիշատիչները միս ուտեն, եւ այսպես իրանց կյանքը անցնում է աննպատակ, ինչպես եկան, այդպես գնացին։ Եվ մարդիկ, որոնք գալիս են այս աշխարհ, իմաստուն դեմքով, խելացի հայացքով, լավ մեքենաներով, լավ տներով, բայց նրանք չեն ճանաչում իրանց Տեր Աստծուն։ Նրանց կյանքի ամբողջ նպատակը դա է, զբաղմունքը, աշխատանքը։ Եվ մի օր էլ աշկերը փակում են ու չեն բացում եւ հայտնվում են դժոխքում։ Կասես ինչ գիտես, Հովիվ ջան, որ դժոխքում են հայտնվում։ Աստվածաշունչը ասում է, որ առանց Հիսուս Քրիստոսի, առանց հավատքի դեպի Տերը ոչ մեկ երկինք չի մտնի։ Ասոխոսքը ասում է, եթե չհավատաք ինձ, ձեր մեղքերի մեջ կմեռնեք։ Ամեն, այսինքն դժոխքի բաժին կդառնաք։ Օրհնյալ լինի մեր Աստվածը, այնպես որ դու մեծ արտոնություն ես գտել, երբ որ Տերը քեզ հայտնել է իրեն, սիրտ տվել, որ հավատաս, հասկանաս, Աստված գոյություն ունի։ Որ այս աշխարհը հենց այնպես չի ստեղծված, քիմիական ռեակցիաներից կամ դարվինյան այդ ուսմունքներով, այս աշխարհը Տեր ունի, Աստված ունի։ Ամեն, փառք մեր Հիսուսին։ Այո, փառք Տիրոջը։ Եվ խոսքը, որ ուզում եմ ձեզ հետ խոսեմ այսօր, վերնագրել եմ այսպես. երբ պակասում է հավատքը։ Երբ պակասում է հավատքը։ Մենք մարդ ենք, հնարավոր է, որ մեր կյանքում հավատքը պակասի։ Գրված է, չէ, որ անօրենության շատանալու պատճառով շատերի սերը պիտի սառի։ Սերը ու հավատքը իրար հետ են քայլում։ Առանց սիրո չի աշխատում հավատքը, եւ հավատքը առանց սիրո չի աշխատում։ Եվ սերը հավատքի արձագանքն է։ Եթե դու հավատում ես, սիրում ես։ Երբեմն ես նայում եմ մեր հոգևորների դեմքին ու զգում եմ հավատքը պակասել է, թե նորմալ չափի մեջ է։ Որովհետև Աստված գրված է նաև, որ մեզ ամեն մեկիս հավատքի չափ տվեց։ Ամեն մեկս ունենք մեր հավատքի չափը։ Եվ Աստված ուզում է, որ այդ չափը ավելանա եւ բարձրանա։ Ամեն։ Եվ երբ որ նայում ենք մարդկանց դեմքերին, երբեմն ես հասկանում եմ, այդ մարդը հավատքի պակաս ունի, թե չունի։ Կասես, իսկ ինչ գիտես, Հովիվ ջան, հավատքի պակասը։ Գիտես, մարդու դեմքից երևում է դեմքի խաղաղությունը եւ դեմքի ուրախությունը ցույց է տալի նաեւ այդ մարդու հավատքը։ Ամեն։ Երբ որ նայում ես հավատացյալը տխուր, հիասթափված, հայացքներ կան, չէ՞, հոգնած։ Սես նայում ես, հոգնածը լավ, աշխատե հոգնելա, բայց հիասթափված ու դա օրերով։ Տխուր, դա ցույց է տալի, որ այդ մարդու հավատքը պակասել է։ Պետք է այդ մարդը լրացնի իր հավատքը։ Գիտես ինչի, որովհետև եթե դու առանց հավատքի ապրես կամ հավատքդ պակաս լինի, ուղղակի դու կընկնես սատանայի եւ դևերի ճանկերը։ Որովհետև մենք հավատքով ենք հաղթում այս աշխարհը։ Գրված է, չէ՞, եւ ով Աստվածանից է ծնված, նա հաղթում է աշխարհը։ Եվ ո՞նց ենք հաղթում աշխարհը մեր հավատքով։ Եվ ո՞նց ենք հաղթում սատանային մեր հավատքով։ Եվ եթե դու խնամք չտանես, որ քո հավատքը վերականգնես, դու կպարտվես։ Դևերը կհայտնվեն քո կյանքում, քո ընտանիքում, քո առօրյայում եւ կսկսեն բզկտել քո կյանքը։ Բզկտել ուղակի, տանջել քեզ, մինչեւ որ սպանեն։ Դրա համար անհոգ մի եղի, երբ որ զգում ես, որ քո հավատքը պակասել է։ Նաև հավատքը գիտեք երբ է պակասում։ Հիշում եք Հիսուս Քրիստոսը հայտնության գրքում այսպիսի խոսքեր ասեց. անուն ունես, թե կենդանի ես, բայց մեռած ես։ Այսինքն հարևաններդ գիտեն, թե հավատացյալ ես, բայց մեռած ես։ Չկա քո մեջ հավատք։ Ուրեմն արթնացի եւ առաջի գործեր արա։ Հավատքը կապված է գործերի հետ։ Պարզ Տերը ասում է արթնացի եւ քո առաջի գործերը արա։ Այսինքն առանց գործերի հավատքը մեռած է։ Դրա համար քննի անձդ ինչ ես անում Աստծո համար։ Քեզ հաշիվ տուր, հաշվետվություն։ Լավ, ես հավատացյալ եմ, ես հաճախում եմ եկեղեցի, ինչ եմ անում ես Աստծո համար։ Եթե դու ոչինչ չես անում Աստծո համար,
քո հավատքը մեռած է կամ պակաս է։ Պակաս է չափանիշներից։ Դրա համար, սիրելիներս, դա նորմալ չի, որ տես դու ապրես։ Պակասած հավատքով, անգործ հավատացյալ, անմիտ, անգործ հավատացյալ, որովհետև ամեն մեկիս Աստված կանչել է իր տան մեջ, որ ամեն մեկս մի բան անենք իր տան մեջ։ Ամեն մեկիս տվել է կոչում, շնորհք, որ ամեն մեկս մի բան անենք տան մեջ, հարսի համար, եկեղեցու համար։ Փեսան նայում է, ինչքանով ես դու ուշադիր հարսին։ Եվ երբ որ տեսնում է, որ դու իրոք ուշադիր ես հարսին, փեսային դա դուր է գալի։ Հարսին, այսինքն եկեղեցուն։ Բայց եթե փեսան տեսնում է դու անմիտ ես, անտարբեր, անբան, քո հավատքը պակասած է։ Դրա համար սատանան էլ է դա տեսնում եւ այցելում է քեզ։ Ոնց այցելում։ Հիվանդություններով, նեղություններով, խնդիրներով, խառնում է իրար, փոխհարաբերություններով։ Ու օրեցօր դրանք ավելի վատ անում են։ Ու դու, երբ որ հավատքդ պակասած է, ավելի է պակասում։ Ասես այսքան աղոթում եմ, այսքան խնդրում եմ, բա ինչ իմ կյանքը չի փոխվում, բա ինչ իմ հետ եղավ, ինչի համար էսպես եղավ։ Դա սխալ մտածելակերպ է։ Այս խոսքը եթե դու հոգով վերցնես այսօր եւ հասկանաս, քո կյանքում շատ բաներ կփոխվի, որովհետեւ դու արդեն ուշադիր կլնես քո սրտի հավատքին, որ հավատքը զորանա, ոչ թե պակասի։ Պակասելը քեզ ձեռ չի տալի։ Հենց պակասեց հավատքդ, ամեն բան քո կյանքում պակասելու է, դևերը ակտիվանալու են։ Հենց ավելացավ հավատքը, դևերը փախնելու են։ Եվ քո կյանքում ավելանալու է օրհնությունները եւ քո երազանքները։ Ուզում եմ Աստծո խոսքով սկսեմ Ղուկաս 22:31 խոսքից։ Եվ Տերը ասեց. Սիմոն, Սիմոն, Պետրոսին ասում, ահա սատանան ձեզ ուզեց, որ մաղե ցորենի պես, բայց ես աղաչեցի քեզ համար, որ քո հավատքը չպակասի։ Եվ դու, երբ որ դառնաս, եղբայրներին հաստատի։ Տեսեք, խոսքը հայերենում ասում է սատանան ուզեց ձեզ մաղե ցորենի պես։ Ռուսերեն թարգմանության մեջ այս վերջի գրված է սատանան խնդրում էր քեզ համար։ Հայերենում ոնց որ մի քիչ թարգմանությունը ճիշտ չի։ Սատանան խնդրում էր քեզ համար, որ քեզ ավելի խորը փորձությունների մեջ տանի։ Խնդրում էր, որ թույլ տամ։ Եվ Հիսուս ասում է, եւ ես աղաչեցի հայերենում, իսկ ռուսերենում գրված է, եւ ես աղոթեցի քո համար, որ քո հավատքը չպակասի։ Այսինքն ինչ ուզում է քո կյանքում լինի, Պետրոս։ Ես խնդրում եմ ասուն, Հայր ասուն, որ քո հավատքը չպակասի։ Այսօր մեզ համար, մեր կյանքում։ Նույնպես, տեսեք, սատանան այն ժամանակ Պետրոսի համար էր խնդրում, որ թույլ տա Աստված, ինչպես Հոբի համար, հիշում եք, Հոբի առաջի գլուխ։ Հոբի համար սատանան խնդրեց, ասես թույլ տուր, կպնեմ, քանդեմ բիզնեսները, տունը, տեղը, դու տես թե քո երեսի առաջին քեզ չհայոյի։ Եվ Աստված թույլ տվեց եւ սատանան քանդեց Հոբի տունը, տեղը, 10 երեխա սպանեց, Հոբը կորցրեց ամեն բան, բայց չմեղանչեց։ Երկրորդ անգամ սատանան հայտնվում է Աստծո առաջ, ասում է թույլ տուր կպնեմ ոսկորին, այսինքն հիվանդություն դնեմ իր կյանքում, տես թե քեզ չի հայոյի քո երեսի առաջին։ Եվ Աստված դա էլ թույլ տվեց, եւ տեսնում ենք, որ Հոբը չմեղանչեց։ Հոբը համբերեց, հավատքը չպակասեց։ Ամեն։ Եվ դրա հետևանքով Հոբը կրկնապատի կորտնվեց, նորից ունեցավ ընտանիք, երեխաներ, 145 տարի, ինչքան հիշում եմ, ապրեց, 140 թե 145 տարի դրանից հետո, փառք մեր Հիսուսին, Հոբի հավատքը չպակասեց։ Հիմա սատանան խնդրում է Պետրոսի համար։ Այսօր միգուցե Պետրոսը ապրում էր 2000 տարի առաջ, այսօր ես եւ դու ենք ապրում երկրի վրա, եւ նույն սատանան երկրի վրա է, եւ մռնչացող առյուծի պես մանա գալի, թե որին կուլ տա։ Այսօր միգուցե քո համար է խնդրում սատանան, Աստծուց, որ թույլ տա քեզ ավելի խորը փորձությունների մեջ տանել։
Ինչա փորձությունները, չարիքների, նեղությունների, որպեսզի տեսնի դու կդիմանաս, բայց Աստված մեր Տերը ասում է Պետրոս, աղոթել եմ քեզ համար, որ հավատքը չպակասի։ Մեր վերնագիրը երբ հավատքը պակասում է։ Երբ որ հավատքը պակասում է, ուրախությունդ պակասում է, խաղաղությունդ պակասում է, Սուրբ Հոգու պտուղները պակասում են, սերը պակասում է։ Իսկ սերը ինչ էր? Գործողություն։ Սեր, ուրախություն, խաղաղություն, երկայն մտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալությունը պակասում է, դու դառնում ես արդեն ավելի շատ մոտենում ես մեղքերին։ Որ մեղքերի կյանքով ապրես։ Եվ քո խիղճը քեզ չի հանդիմանում։ Ու դու մտածում ես այդպես նորմալ է։ Երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլուխ 1-5 խոսքերում գրված է, որ վերջի ժամանակներում շատերի մոտ կառաջանա մարմնավոր վիճակ։ Ցանկասեր, քան Աստվածասեր, ապերախտ, անգութ։ Ամեն։ Այս հատկանիշները Աստծո խոսքը ասում է վերջի ժամանակների մարդկանց համար են։ Դա նշանակում է հավատքը պակասել է։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս 3-րդ գլխում գրված է, որ Աստված մեր Տեր Հիսուսը չի գա, եթե առաջ չգա ապստամբություն։ Ինչ ապստամբություն? Ապստամբություն դեպի Տերը, ապստամբություն դեպի հավատքը, որ շատերը հավատքից պիտի հեռանան։ Եվ այն ժամանակ կհայտնվի անօրինության որդին։ Վերջի ժամանակների նշանն է, շատերը պիտի հավատքից հեռանան, շատերի հավատքը պիտի պակասի։ Ով է հասկանում։ Եվ մենք հիմա հենց այդ վերջի ժամանակների մեջ ենք եւ մեծ ռիսկ կա քո կյանքում, որ կարող է եւ հավատքդ պակասի։ Որովհետեւ հիասթափվում ես, սատանան շատ չարիքներ եւ փորձություններ է բերում քո կյանքում։ Մեկի տղան է ընչի, մյուսի ամուսինը կամ երկուսն իրար հետ։ Մեկի աղջիկը, մյուսի փեսան։ Մեկը խաղացող է, գումար է խաղում, կրվում, մյուսը թմրամոլ է։ Եվ մարդը աղոթում է տարիներով տեսնում է իր տղան թմրամոլ է։ Մյուսը ամբողջ ունեցվածքը կրվել է։ Այն մյուսը տեսնում է ամուսինը կնամոլ է։ Այն մյուսի տղան կամ ամուսինը գինեմոլ է։ Եվ մարդիկ ընկած են այս սատանայական չարիքների ու կապանքների մեջ ու հավատքը պակասում է։ Բա որ հոբի տեղը լիներ, ոնց էր լինելու։ Երբ որ 10 երեխա մահացան, բայց հավատքը չպակասեց։ Ամեն։ Աստված ուզում է, որ քո հավատքը չպակասի անկախ նրանից, թե սատանան ինչ անում քո կյանքում։ Դու ինչի մեջ ես հիմա։ Ինչով ես անցնում։ Պահի հավատքդ։ Խնամք տար, որ հավատքդ բարձրանա, աճի, չպակասի։ Ամեն։ Երկրորդ Տիմոթեոս 4-րդ գլուխ եւ 7-8 խոսքերը։ Պողոս առաքյալն է գրում իր կյանքի վերջի օրերին, երբ որ արդեն պիտի գնա երկինք, գրում է այսպիսի բառեր. Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի։ Այսուհետև մնում է ինձ արդարության պսակը, որ Տերը կտա ինձ այն օրում արդար դատավորը եւ ոչ միայն ինձ, այլ ամենին, որ սիրեցին նրա հայտնությունը։ Տեսեք, ամեն մեկս ծնվում ենք եւ ինչը որ ունի ծնունդ, ունի նաեւ վերջ, ունի մահ։ Մարդը ունի սկիզբ, ունի վերջ։ Եվ մենք գնում ենք մեր վերջին։ Պողոս առաքյալը իր վերջին եկավ եւ գրեց բարի պատերազմը պատերազմեցի, ի՞նչ է նշանակում պատերազմը բարի։ Պատերազմը բարի չի լինում, բայց Պողոս ասում է բարի պատերազմը պատերազմեցի։ Այսինքն չարին չարով չպատասխանեցի, չարին բարիով պատասխանեցի։ Դա նշանակում է պատերազմը բարի պատերազմեցի։ Ընթացքը կատարեցի, այսինքն իմ կյանքում դրված ընթացքը կատարեցի, անցա, փայլուն ձևով, ռուսերենում գրված է փայլուն ձևով իմ ճանապարհը, իմ կյանքի օրերը անցա։ Եվ հավատքս պահեցի։ Հավատքը Պողոս առաքյալի չպակասեց։ Իսկ եթե մենք հիշենք Պողոս առաքյալը ինչ փորձություններով է անցել, քանի անգամ է ծեծվել, քանի անգամ մահերից է պրծել, քարկոծվել,
նավակոծություններից դուրս եկավ։ Պողոս առաքյալը ասում է դրսում վտանգներ, ներսում վտանգներ, իմ քաղաքում վտանգներ, անապատում վտանգներ, ամբողջ կյանքը վտանգներով անցել է։ Բայց նաև հայտարարում ասում է ով կհիասթափվի, ես չեմ հիասթափվի, ով կտկարանա, ես չեմ տկարանա։ Նա որոշել է չխաբնվի սատանայի դրած բոլոր խնդիրներին, փորձություններին։ Ամեն։ Ձեզանից շատերը ես գիտեմ անցնում են փորձություններով, նեղություններով, խռովում նստում են տանը, չեն լինում եկեղեցում, չեն լինում աղոթքաժողովներին, մտածելով թե դա նորմալ է։ Դուք ավելի եք թուլանում, ձեր հավատքը ավելի է պակասում։ Եթե սատանան այսօր ձեր կյանքում դրել է մի բան, եթե դու քեզ այդպես պահես պակասած հավատքով, վաղը ավելացնելու է երկրորդ եւ երրորդ չարիքը։ Հասկանում ես։ Դրա համար քեզ ձեռ չի տալիս սառել նստել տունը փիսիկի պես։ Հունքերը կիտել եւ լաց լինել։ Բողոքել սրանից նրանից համոն մածունը կերելա գնաց է տատիի վրա ին վրա է գցել, չէ՞։ Բողոքում ենք սրանից նրանից գործ չունես, քեզ իմաստությամբ պահի, սիրով պահի, հավատքը թող չպակասի։ Երբ հավատքը պակասում, երբ որ գործեր այլևս ծառայություն չես անում, չես լինում Տիրոջ տան մեջ եւ չես ծառայում Տիրոջը։ Հավատքը պակասում է, երբ որ չես կարդում եւ չես մտածում Աստծո խոսքի վրա, որովհետեւ հավես չկա։ Հավատքը պակասել է։ Աղոթքի հավես չկա։ Հավատքը պակասել է։ Եվ ինչի հավես կա։ Քեֆ ուրախության, աշխարհիկ բաների, թուրքական սերիալներ նայելու, ժամերով մինչև գիշերվա 4-ը։ Հավատքը պակասել է, դրա համար մարմինը գլուխ է բարձրացրել։ Հիշում եք Հիսուսը ասեց ուշադիր եղեք ինչ եք լսում։ Ուշադիր եղեք ինչ եք նայում, դրա հետ կապված է ինչով եք դուք լցվում։ Աստծո խոսքը ասում է մի խաբվեք, եղբայր, Աստված չի ծաղրվի։ Մարդ ինչ սերմի, այն պիտի հնձի։ Ապականություն սերմեցիր, ապականություն կհնձես։ Հավատքի խոսք սերմեցիր, դա կհնձես, օրհնություն քո կյանքում։ Ամեն։ Հակոբոս առաջի գլուխ, Հակոբոս առաջի գլուխ 12-ից 15 խոսքերը։ Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության։ Վասնզի եթե փորձվելով ընտիր գտնվի, կյանքի պսակը կառնի։ Այն որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։ Պողոս առաքյալը հիշում է կյանքի պսակը։ Ասաց այժմ ինձ մնում է ընդունեմ կյանքի պսակը, ինչ որ Տերը ինձ պատրաստել է եւ ոչ միայն ինձ, այլ բոլոր նրանց, ովքեր սիրում են Տիրոջը։ Կյանքի պսակը, իմ տեսիլքը հիշեցի նորից, նոր է ապաշխարել, մի երազ եմ տեսնում, որ կանգնած եմ մի հերթի մեջ, երկար մեծ հերթ, բոլոր մարդիկ թափանցիկ եւ մերկ։ Եվ այդ հերթը գնում է առաջ։ Եվ ես էլ, դա նման էր զինվորական այն կոմիսիա զննման հերթերին, երբ որ տղաները գնում են բանակ, այդ հերթով կանգնում, ստուգվում են, գնում են առաջ։ Հիմա հերթը հասավ ինձ, մի սպիտակ դռան առաջ եմ կանգնած եւ նայում եմ այդ դռանը եւ այդ դուռը բացվեց։ Դուռը բացվեց, տեսա մեկը սպիտակ շորերով, ձեռքին պսակ, ոսկե գույնի պսակ ու բռնած պսակը նայում է ինձ։ Ես էլ նայում եմ իրեն։ Ու հարց եմ տալի իմ սրտի մեջ, ասում եմ Տեր, ով է ինքը։ Եվ սրտիս մեջ պատասխանում է Հիսուսն է ինքը։ Իսկ ձեռքի պսակը քոնն է։ Եթե մինչև վերջ հավատքով մնաս։ Եթե մինչև վերջ, այդ ժամանակ ես չգիտեի ոչ պսակի մասին եւ ոչ էլ գիտեի ինչերով եմ անցնելու, ինչեր եմ տեսնելու, ինչ զգացմունքներ եմ ունենալու։ Աստված ասեց քոնն է պսակը, գալու է օրը եւ դու ստանալու ես դա, բայց եթե մինչև վերջ հավատքդ պահես, հավատքդ եթե չպակասի։ Ինչու՞։ Որովհետև
Մենք շնորհքով ենք փրկվում, սիրելիներս, բայց հավատքի ձեռքով։ Շնորհքը հենց այնպես մեզ չի փրկում։ Հավատք պետք է ունենանք, որ կպնենք շնորհքին։ Եվ եթե մենք հոգ չտանենք, որ մեր հավատքը աճի, շնորհքով ենք փրկված հավատքի ձեռքով։ Այդ ձեռքը կարճանալու է, չի հասնելու Աստծո շնորհքին։ Ամեն։ Նորից կրկնեմ, շնորհքով ենք փրկված, բայց հավատքի ձեռքով, որ բռնի շնորհքին։ Բայց եթե մենք խնամք չտանենք ու մեր հավատքը պակասի, մենք չենք կպնելու Աստծո փրկության շնորհքին։ Դրա համար խնամք տար, որ քո հավատքը չպակասի։ Ո՞վ է հասկանում։ Իսկ ո՞նց խնամք տանենք։ Սկսի ուշադրություն դարձնել Աստծո խոսքին, որ կատարես եւ ապրես։ Ամեն։ Եվ Հակոբոսը այստեղ ասում է, երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության։ Լավ, համբերի փորձության, վասնզի փորձվելով ընտիր կգտնվի կյանքի պսակը կառնի, այն որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։ Ոչ ով փորձության մեջ չասե թե Աստվածանից եմ փորձվում, որովհետև Աստված չար բաներով չի փորձվում, ինքն էլ ոչ մեկի չի փորձում։ Բայց ամեն մեկը փորձվում է բուն իր ցանկություններից հրապուրված եւ խաբված։ Այնուհետև որ ցանկությունը հղիացած է, ծնվում է մեղք եւ մեղքն էլ երբ որ կատարվում է, մահ կծնի։ Այսինքն մեր փորձությունները մեր կյանքում գալիս են մեր ցանկություններից, որ սատանան մեզ հրապուրել է, խաբել է։ Մեր սրտի մեջ գցել է սխալ մտքեր, սխալ ցանկություններ, սխալ երազանքներ, սխալ զգացմունքներ։ Ու մենք երբ որ ընկել ենք դրա մեջ, խաբնվել ենք, ընկել ենք փորձության մեջ։ Մեր մտքերից, մեր բառերից, մեր ցանկություններից, մեր զգացմունքներից խաբնվելով ընկել ենք փորձությունների մեջ։ Աստված հենց այնպես մեզ թույլ չի տա ոչ մի բան։ Դա մեզանից է։ Դրա համար ասում է ոչ ոք չասեք, «Էս ինչ անարդար է աշխարհը»։ Էս ինչի պիտի իմ հետ սենց կատարվեր։ Ո՞վ է հասկանում։ Ամեն մեկիդ կյանքը ձեր հետ է կապված, ձեր սրտից։ Իսկ սրտի մեջ մտնում է ձեր մտքերը, ձեր զգացմունքները, ձեր ցանկությունները եւ ձեր որոշումները։ Այդտեղից էլ սկսվում է ձեր կյանքում թե ինչ կլինի։ Եթե ասու վախ ունես եւ զգացմունքներդ եւ ցանկություններդ եւ մտքերդ կուղես։ Իսկ եթե չես ուղում, ընկնում ես արդեն դրա մեջ։ Ամեն։ Եզեկիել 18-րդ գլուխ հետաքրքիր համար է, Եզեկիել 18-րդ գլուխ 24 խոսքը։ Բայց եթե արդարը ետ դառնա իր արդարությունից կամ հավատացյալը եւ անօրենություն անի եւ ամբարշտի արած բոլոր պղծությունների պես անի, միթե նա կապրե։ Նրա արած բոլոր արդարությունը պիտի չհիշվի։ Ասենք թե 20 տարի հավատքի մեջ ես եղել, ծառայել ես Աստծուն, բայց արդեն հավատքդ պակասել է եւ թեքվել ես ամբարշտի կյանքով ես ապրում, Աստված ասում է միթե կապրի այդ մարդը։ Նրա արած բոլոր գործերը մոռացվելու է։ Նա նրանցով, այսինքն իր արած հանցանքով եւ իր արած մեղքերով պիտի մեռնի։ Ասես, բա 20 տարի իմ ծառայությունը չի հիշվելու։ Աստված ասում է, եթե հավատացյալը կամ արդարը թեքվի ամբարիշտի անհավատի պես ապրի, նա պիտի մեռնի։ Եվ ինչ արել է, ասենք թե իր 20 տարիների ընթացքում չի հիշվելու։ Հիշում եք Մատթեոս 7-րդ գլխում գրված այլ շատերը այն օրը կգանք ասեն Տեր, Տեր, քո անունով էս արեցինք, այն արեցինք, դևեր հանեցինք, կասեմ գնացեք, ես ձեզ չեմ ճանաչում։ Այսինքն չի հիշվելու քո արածները, եթե դու թեքվես եւ սխալ ապրես, ամբարիշտների պես։ 30 խոսքից եմ շարունակում, նույն գլխի։ Ասեմ, որո ես ձեր ամեն մարդին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ով Իսրայելի տուն, կամ ով իմ եկեղեցի, ասում է Տեր Եհովան։ Դարձի եկեք եւ ձեր բոլոր հանցանքներից է ետ դարձեք, որ ձեր համար անօրենություն, գայթակղություն չդառնա։ Այսինքն սատանան, որ ձեզ չգայթակղեցնի անօրենություններով։ Երբեմն այդ անօրենությունները այնքան հաճույքներ են իրանց մեջ
պարունակում։ Ասում եմ, որ հետ դարձեք դեպի ինձ, որ անօրենությունով չգայթակղվեք, սատանան ձեզ չգայթակղեցնի դրանով։ Դեն գցեք ձեր վրայից ձեր բոլոր հանցանքները, որով դուք հանցավոր եղաք, եւ ձեր համար նոր սիրտ եւ նոր հոգի գործեցեք, այսինքն աշխատեք ձեր սրտի վրա, ձեր հոգու վրա, աշխատեք ձեր մտքերի վրա, ձեր երազանքների, ցանկությունների, զգացմունքների վրա։ Ուշադրություն դարձրեք, Տերը ասում է, որովհետև ինչու համար մեռնեք, ով իմ եկեղեցի կամ ով Իսրայելի տուն։ Ինչի մեռնեք։ Մեր բառերով ասած, ինչի ընկնեք հիմարության մեջ, հիմար գնաք ու մեռնեք։ Ինչու էշը ուտեք, իսկ պոչին խռովեք։ Մարդկա 30 տարի հավատացյալ է, 31-րդ տարին հավատքը պակասում է եւ ապրում է արդեն ամբարիշտի պես։ Տերը ասում է, ինչի մեռնես։ Այ աղջիկ ջան, այ տղա ջան, ինչի մեռնես։ Որովհետեւ ես հաճություն չունեմ մեռնողի մեռնելուն, ասում է Տեր Եհովան։ Ուրեմն ետ դարձեք, որ ապրեք։ Այսինքն խնամք արեք ձեր հավատքի համար, որ ձեր հավատքը ոչ թե պակասի, ոչ թե ավելանա։ Ամեն, իսկ ո՞նց խնամք անենք։ Ո՞նց մեր հավատքը ավելացնենք։ Առաջի գործերը արա։ Տերը ասեց, անուն ունես թե կենթանի ես, բայց մեռած ես։ Մենակ ես գիտեմ, որ դու մեռած ես, բայց դու քեզ ցույց ես տալի, որ դու հավատացյալ ես։ Լավ, եթե հավատացյալ ես, ուրա քո հավատքի գործերը, ուրա քո սերը, ուրա քո ուրախությունը, ուրա քո խաղաղությունը։ Դարձել ես կրոնավոր վերջի օրերի մարգարեության համեմատ։ Անուն ունես թե հավատացյալ ես, բայց Աստծո զորությունը չկա քո կյանքում, Սուրբ Հոգին հեռացել է։ Ամեն։ Եբրայեցիս 10-րդ գլուխ 35 խոսքը։ Ուրեմն դեն մի գցեք ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցում ունի։ Մենք տեսնում ենք Հոբը դեն չգցեց իր վստահությունը, մնաց մինչև վերջ հավատարիմ եւ օրտնվեց կրկնապատիկ։ Մենք տեսնում ենք Աբրահամը իր վստահությունը դեն չգցեց, թեև 100 տարեկան էր, երեխա չուներ, թեև իր շուրջը անհավատները մեծ թվով երեխաներ էին ունենում։ Աբրահամը կարող էր չէ մտածել, Տեր, այսքան մարդ անհավատ է, միայն ես եմ հավատքի մարդ, բայց ես երեխա չունեմ։ Ինչու եմ կյանքում սենց։ Ու վստահությունը կորցներ դեպի Աստված։ Վստահությունը դա հավատքն է։ Աստծո խոսքը ասում է, դեն մի գցեք ձեր վստահությունը դեպի Աստված, որ մեծ վարձքի հատուցում ունի։ Մովսեսն էլ չէ գրված է, ասում է, չուզեց լինել Փարավոնի աղջկա որդին, այսինքն Թագուհու որդի, Մովսեսը, այլ նախընտրեց լինել Աստծո ժողովրդի հետ, որովհետև աչքը գցել էր խոստմունքի վրա, հավիտենական կյանքի վրա։ Եվ Մովսեսը դրա համար մերժեց Թագուհու որդի լինելը, գնաց Աստծո ժողովրդի հետ տանջվելով։ Ընտրեց երկինքը, վստահեց Աստծուն։ Ուրեմն մենք էլ ամեն նեղություն, տառապանք, չարչարանքներից Աստծո խոսքը ասում է դեն մի գցեք ձեր վստահությունը, որովհետև մեծ վարձքի հատուցում ունի, որովհետև համբերություն է պետք ձեզ Աստծո կամքը անելով խոստմունքը ստանաք։ Թեև չես հասկանում ինչու քո կյանքում այդպես է, բայց համբերատար պետք է ապրես Աստծո խոսքով, Աստծո կամքով, որ խոստմունքը ստանաս, որ պսակը Տերը դնի քո գլխին, կյանքի պսակը։ Ամեն։ Որովհետև միայն մի քիչ ժամանակ էլ եւ նա որ գալու է կգա եւ չի ուշանա։ Մեկը կասե Հովիվ ջան, ես 2000 տարի ապտի գա։ Տերը 2000 տարի, քանի սերունդ է անցել։ Դեռ չի եկել։ Էս ինչ ես խոսում։ Սիրելիս, եթե Տերը չգա, բայց ես հավատում եմ, որ շուտով Տիրոջ գալուսն է։ Դու կգնաս։ Հանդիպումը տեղի ունենալու։ Դու ես գնալու Տիրոջ մոտ։ Նույն բանն է, կամ Տերն է եկել, կամ դու ես գնացել Տիրոջ մոտ։ Կարևորը հանդիպումը լինի։ Որովհետև միայն մի քիչ ժամանակ եւ նա որ գալու է կգա եւ չի ուշանա, բայց արդարը հավատքով կապրի։
Եվ եթե մեկը ետ քաշվի, իմ անձը նրան չի հավանի։ Իսկ մենք ետ քաշվողների չենք, որ կորչենք, այլ հավատքից ենք, որ մեր հոգիները փրկվեն։ Ամեն։ Երբեմն զգում ես մարդու հավատքը պակասում է, մարդը հետ է քաշվում։ Ոնց է հետ քաշվում։ Նստում է իր տունը, իր կյանքը ապրում է, իր հեռուստացույցը, իր գործը, բիզնեսը, չի հետաքրքրում մարդուն այլևս եկեղեցին, Աստծո խոսքը եւ Աստծո գործը։ Դա նշանակում է ետ քաշվել հավատքից։ Դա նշանակում է հավատքը պակասել է։ Իսկ երբ որ հավատքը պակասում է, դևերը ավելանում են։ Մարդու կյանքում, ընտանիքում ավելանում են նրանք։ Եվ սկսվում է ավելի մեծ չարիքներ։ Եվ Պողոսը գրում է մենք հետ քաշվողների չենք, որ կորչենք, այլ հավատքից ենք, որ մեր հոգիները փրկվեն։ Այսօր աշխարհը իր ամբողջ հրապուրանքներն ու գայթակղությունները ոտքի է հանել։ Սիրելիներս, եթե ձեր հավատքը պակասի, դու ընկնելու եք աշխարհի հետևից։ Աստծո խոսքը ասում է, եթե միայն այս աշխարհի, այս կյանքի համար եք դուք հավատում Հիսուս Քրիստոսին, ապա ամեն մարդկանցից ավելի թշվառ եք։ Այս բառը օգտագործեմ։ Եթե միայն այս աշխարհով եք ապրում եւ այս աշխարհի համար հավատում Քրիստոսին, որովհետեւ այս աշխարհը ձեր կյանքում ունի ընդամենը 80 տարվա ժամանակ։ Ավել ցուկով, լավ, 90 թող լինի։ Ընդամենը այդ է այս աշխարհը, բայց Աստված մեզ ուզում է տանի հավիտենականություն։ Եվ մարդիկ կան չի հետաքրքրում իրենց հավիտենականությունը, որովհետեւ նրանք անմիտ են։ Եվ հավատքը պակասել է, ասում է ոնց բոլորը նենց ես։ Դժոխք։ Աստծո խոսքն է դա ասում։ Պետրոս 5-րդ գլուխ, առաջի Պետրոս 5-րդ գլուխ եւ 8-9 խոսքերը։ Արթուն եղեք, հսկում արեք, որովհետև ձեր ոսող թշնամին, սատանան, գոռոզ առյուծի պես ման է գալի եւ որոնում թե որին կուլ տա, որին հակառակ կացեք հավատքով հաստատված։ Ինչով։ Հավատքով հաստատված, որ ձեր հավատքը չպակասի։ Ինչի չպակասի, որովհետև սատանան ման է գալի մարդ, որոնց հավատքը պակասել է, որոնց կուլ տա, գոռոզ առյուծի պես։ Ոմանք գիտեն սատանան դժոխքում վառվում է, բայց Աստծո խոսքը ասում է վայ քեզ երկիր, որ բանսարկուն ընկելա քո մեջ։ Վայ քեզ երկիր, որ գոռոզ առյուծի պես բանսարկուն սատանան ման է գալի, թե որին կուլ տա։ Անհավատ կամ պակասած հավատքով մարդ է ման գալի, որ կուլ տա, որ սպանի։ Մարդիկ գիտեն սատանան իրենց այդ ընկերություն պիտի անի։ Ես երեկ էլ հիշեցի Եզդի ազգը։ Երբեմն տեսել եմ, որ խմում են սատանայի կենացը, ոտքի են կանգնում իրենց առիթներին, բոլորն իրար հետ խմում են սատանայի կենացը, ասում են մալակի տաուս, ընկած ռեշտակ, ասում եմ լավ, ինչ եք տենց անում, խմում կենացը, պատվում բան, գիտեք հիմնական պատասխանը սա, որովհետև ինքը չար է, մենք իրեն պաշտում ենք, որ ինքը մեզ չարություն չանի, ասում եմ իսկ ասուն ինչ չեք պաշտում, Աստված բարի է, Աստված սենց տենած չարություն չի անի, ասում եմ շատ խելացի իմաստուն եք դուք իրոք, չակերտների մեջ էլի, եթե Աստված թույլ չտա, սատանան ոչ մի բան չի կարող անի, տեսեք մարդկային լոգիկա, մենք սիրում ենք Եզդի ազգին, օրհնում ենք ապաշխարության համար, բայց սխալ պաշտամունք է, ամեն, և ոմանք հայերից շատերն էլ, ոմանք մտածում են, թե չարով ապրենք, ասում է չար բաներ խոսենք, որ լավը լինի մեր համար, ասենք չկա, փող չկա, որ փող լինի մեզ, սխալ լրիվ սխալ ուսմունքներ է, ասես չկա չի լնելու, ուրեմն արթուն եղեք, հսկում արեք, որովհետև ձեր ոսող թշնամի սատանան գոռոզ առյուծի պես ման է գալի, որոնում թե որին կուլ տա, գիտեք սատանան մարմին չունի, նա չի երևում, նա ուղղակի մարմին է ման գալի, որը բաց է իր համար, որ վերցնի և օգտագործի, և դևերը նույնպես, բայց նա չերևացող է, չի երևում, բայց իրական է, չերևացող որսորդն է, ման է գալի, որին կուլ տա, որին հակառակ կացեք հավատքով հաստատված,
Ուրեմն խնամք տարեք ձեր հավատքի համար, որ ձեր հավատքը չպակասի։ Հենց որ պակասի, նա մտնելու է ձեր տունը։ Դու չես տեսնելու իրեն, բայց դու տեսնելու ես իր գործերը, հետևանքները։ Հետո ասելու ես ինչ անենք, հավատքը ավելացրու։ Եվ սկսի վռնդել սատանային, որովհետև դու ունես իշխանություն վռնդելու, եւ նա փախչելու է։ Նա ուրիշ ձև չունի, նա փախչելու է։ Նա հնազանդվում է։ Նա խելոք է։ Հիսուս Քրիստոսի անով Տերը մեզ տվել է իշխանություն թշնամու բոլոր զորության վրա։ Մենք կտրորենք օծերին, կարիճներին եւ բոլոր զորությունը եւ մեզ չար բան չի պատահի։ Ամեն, փառք Հիսուսին։ Ուրեմն հավատքով հաստատվենք։ Եփեսացիս 6-րդ գլուխ 16-րդ խոսքը ասում է ամեն սպառազինության զենքերի մասին է եւ ասում է հավատքի վահանը առեք, որ թշնամու բոլոր կրակոտ նետերը հանգցնեք։ Հավատքի վահանը ո՞նց ենք առնում։ Հավատքի վահանը մենք լցվում ենք Աստծո խոսքով, սկսում ենք աշխատել Աստծո համար, Աստծո եկեղեցում, անել այն ինչ որ Տերը մեզ տվել է, ինչ պարգև, ինչ շնորհք ունես, արա Աստծո համար։ Եվ քո հավատքը կբարձրանա։ Եվ սատանան կփախչի քո կյանքից։ Բայց եթե пассив, միայն դու հյուրի պես գալի նստում ես, եկեղեցի հյուրի պես գնում ես, արդեն пассив է քո հավատքը։ Գիտես իմ հիմնական օրհնությունները երբ սկսվեց, երբ որ մենք գնացինք Մոսկվա սովորելու եւ ես չէի ուզում ոչ մի բանի մեջ մտնեմ ծառայության եկեղեցու մեջ։ Կարեն առանց ինձ հարցնելու գնաց իմ անունը գրանցես կարգ ու կանոնի մեջ։ Եվ Ռուսաստանում կարգ ու կանոնը դա ոնց որ բանակի ծառայող լինես։ Ռուսներն սիրում են, չէ՞, հրամանատարություն անելը բան։ Ու արդեն ես չլվեցի, վազեցի ամբողջ օրը ծառայում էինք կարգ ու կանոն եւ դա գործ էր հավատքի։ Եվ իմ աղոթքները սկսեցին աշխատել։ Եվ օրհնություններ սկսեցին գալ։ Գիտես, թե մենք չէինք հասկանում, մի քիչ նեղվում էի, դժվարություններ կար, դրա համար Հիսուս ասում է նեղ դռնով մտեք։ Մի վազեք այն հեշտին։ Ուզում եք հավատքը ավելանա, մի քիչ ձեզ տրամադրեք գործ անելու Աստծո համար։ Ոչինչ, դժվար է, նեղ դռնով ներս մտեք, բայց հավատքը կզորանա։ Ամեն եւ հավատքի վահանը կիրառեք։ Երբ որ տեսնում եք սատանան կրակոտ նետերով խփում է ձեզ, ձեր տունը, ձեր երեխաներին, ձեր ֆինանսներին, խառնել է իրար, սկսեք հանգցնել հավատքով կրակոտ նետերը։ Հրճակեք, ասեք, աղոթեք, խափանեք եւ կխափանվի։ Ամեն։ Ուրեմն Ղուկաս 13-րդ գլուխ 23 խոսք, նախավերջի խոսքն եմ կարդում։ Ղուկաս 13 23-ից 30-ը։ Եվ մեկը ասեց նրան, Տիրոջը. Տեր, միթե քիչ են փրկվողները, նա էլ ասեց նրանց. Ջանք արեք, նեղ դռներով ներս մտնեք։ Որովհետև ասում եմ ձեզ, շատերը կուզեն մտնել եւ չեն կարողանա։ Նրանցից հետո, որ տանտերը կլսե, չէ, տանտերը կելե եւ դուռը կփակե։ Եվ կսկսեն դուրս կանգնել եւ դուռը թակել եւ ասել. Տեր, բաց մեզ, եւ նա պատասխանելով կասե ձեզ. չեմ ճանաչում ձեզ, թե ինչ տեղից եք։ Այն ժամանակ կսկսեն ասել. մենք քո առաջին կերանք եւ խմեցինք եւ դու մեր հրապարակներում սովորեցրիր եւ կասե. ասում եմ ձեզ, ես չեմ ճանաչում ձեզ, թե ինչ տեղից եք։ Հեռու կացեք ինձանից բոլոր անօրենություն գործողներ։ Այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտելը, բայց կտեսնեք Աբրահամին եւ Իսահակին, Հակոբին, բոլոր մարգարեներին Աստծո արքայության մեջ, իսկ ձեզ դուրս հանած։ Եվ կգան արևելքից եւ արևմուտքից եւ հյուսիսից եւ հարավից եւ կնստեն Աստծո արքայությունումը։ Եվ ահա հետինները կան, որ առաջիններ կլինեն, եւ առաջիններ կան, որ հետիններ կլինեն։ Ամեն։ Այսինքն արքայությունը գալու են նստեն հյուսիսից, հարավից, արևելքից, արևմուտքից, բայց մարդիկ, որոնք հավատքի մեջ սառել են, նրանք չեն մտնելու արքայությունը, չեն մտնելու այդ դռնով։ Դրա համար ջանք արեք, որ ձեր հավատքը չպակասի, այլ ավելանա։ Գիտեք, հիշում եմ, նաև նոր ապաշխարել էի, ուրեմն մի դուռ էր բաց իմ առաջ, եւ այդ դռնից այն կողմ մի հատ գեղեցիկ պարտեզ ու այգի էր,
հետաքրքիր տեսիլք էր։ Եվ բոլոր մարդիկ կապված էին կաշվե գոտիներով։ Ես տեսնում եմ այդ կաշվե գոտիները, բոլորը հրում էին, որ մտնեին այդ դռնից ներս, ես հետ նայեցի, տեսա որոշ մարդկանց, որոնց ճանաչում եմ, տեսիլքը տեսել եմ մոտ 26 տարի առաջ։ Հաթա դեմքեր տեսա, որ մինչև հիմա եկեղեցում չեն։ Կապված էին կաշվե գոտիներով։ Ուզում էին իրանց անցկացնեն դռնից ներս, չեն կարողանում։ Բայց իմ վրայից այդ կաշվե գոտին պոկվեց, արձակվեց, ես մտա դռնից ներս ու մի այնպիսի խաղաղություն տեսա, կանաչ դաշտեր, գեղեցկություն, սենց նայում եմ, բայց հետևում տարօրինակ, սենց կապանքներով մարդիկ կապնված են։ Ու խոսքը հենց այդ ասում, որ շատերը կուզենան մտնեն, բայց չեն կարողանա մտնեն։ Ամեն, որովհետև հավատքը պակասեց, սկսեցին անօրենություն գործել։ Երբ որ պակասում է հավատքը, դու արդեն մեղքերի հետ խաղում ես։ Արդեն մեղքերի մեջ ապրում ես։ Էլ քո խիղճը քեզ չի հանդիմանում։ Ով հասկանում ինչ եմ ասում։ Դրա համար զորացի, որպեսզի քո հավատքը ավելանա։ Առաբանության խումբը կարող է գալ առաջ եւ վերջի խոսքն եմ ուզում բանավոր ասեմ, Հովհաննես 21-րդ գլուխ 15-ից 17 խոսքերը։ Հովհաննես 21 գլուխ 15-ից 17 խոսքերը։ Հիշում եք առաջի խոսքը, որ կարդացի, ասում է Պետրոս, սատանան ուզեց ձեզ ցորենի պես մաղի։ Բայց ես քո համար աղոթեցի, որ հավատքը չպակասի։ Դրանից հետո Պետրոսը ընկավ փորձության մեջ։ Մի գիշերվա մեջ 3 անգամ ուրացավ Հիսուսին, անգամ տեղ կա գրված է, որ անիծեց, բացի ուրանալը, անիծեց Հիսուսին, նոր ուրացավ, վախից, որովհետև ընկել էր նենց մի հատ իրավիճակի մեջ Պետրոսը, որովհետև շատ ինքնավստահ էր։ Եվ Աստված ասում է, ով որ մտածում է, թե հաստատ կանգնած է, թող զգուշ լինի, որ չընկնի։ Պետք չի ինքնավստահ ապրես, պետք է վստահությունդ Քրիստոսի վրա լինի։ Եվ հիշում եք, ասեց աղաչեցի քեզ համար հավատքը չպակասի, մենք տեսնում ենք, որ Պետրոսը ուրացավ, բայց վերականգնվեց։ Հիսուսը այս համարում գալի հարց է տալի, Հովնանի որդի, սիրում ես ինձ։ Ասում է, այո, Տեր, սիրում եմ։ Երկրորդ անգամ Հովնանի որդի, սիրում ես ինձ։ Այո, Տեր, սիրում եմ։ Երրորդ անգամ հարց տալի, Հովնանի որդի, Պետրոս, սիրում ես ինձ։ Սիրում եմ, Տեր, դու գիտես, որ սիրում եմ։ Այսինքն 3 անգամ ուրացում, 3 անգամ հարց եւ պատասխան։ Ու Հիսուսը 3 անգամ էլ ասում է, արածեցրու իմ գառներին, արածեցրու իմ ոչխարներին։ Պետրոս, եթե դու ինձ սիրում ես, արածեցրու իմ եկեղեցին։ Պետրոսի անունը այսօր կարող ես դնես քո անունը։ Սիրում ես Հիսուսին, ով է սիրում Հիսուսին։ Բոլորը համարյա թե։ Գիտես, եթե չսիրես Հիսուսին, շատ վատ է։ Գրված է անիծյալ լինի Տիրոջը չսիրողը, անաֆիմա, ով է կարդացել։ Անիծվում է մարդը։ Սիրում ես ինձ, այո Տեր։ Դե հիմա քո սերը հաստատի քո գործերով։ Սերը գործողություն է, Պետրոս։ Խնամք տար իմ ոչխարների համար, իմ գառների համար։ Ես ուրիշ ձև չեմ հասկանում քո սերը։ Զգացմունքային օդի մեջ եմ, որ ասում եմ, մեռնեմ իր զորությանը։ Ոնց չեմ սիրում, բայց ոչ մի հավատքի գործ չկա, հավատքը պակասել է։ Դրա համար սիրում ես Պետրոս ջան։ Այո, արածեցրու ոչխարներս, գառներս։ Սիրում ես դու Հիսուսին, արածեցրու։ Կասես Հով ջան, դու ես Հովը, դու արածեցրու։ Հասկանում ես, Հովիվը միայն չի կարող եկեղեցու բոլոր գործերը անի։ Ամեն մեկը մի կոչումի մեջ կանչված եք։ Ամեն մեկը մի շնորհքով լցված եք։ Օգտագործեք ձեր շնորհքը, ձեր կոչումը Քրիստոսին ծառայացնելու համար։ Եվ ձեր հավատքը կավելանա, չի պակասի։ Երբ որ նվիրվես, սկսես ծառայեցնել քո շնորհքը, քո պարգևը Քրիստոսին։ Հավատքը չի պակասի, կավելանա եւ կհասնես Պողոս առաքյալի պես այն պսակին, որը պատրաստված է քեզ համար։ Թե չէ նենց զգացմունքային սիրել Քրիստոսին, դա չի աշխատում։ Պետք է զգացմունքային նաև եւ գործերով։ Արա այն ինչի մեջ կանչել է քեզ Տերը։ Երգող ես երգի, նվագող ես նվագի, կարգ ու կանոնի մեջ ես արա քո գործը,
մեդիայի մեջ ես, արա քո գործը, մաքրության մեջ ես, արա քո գործը, դա ցույց է տալի, որ դու սիրում ես Քրիստոսին։ Ով ես դու Քրիստոսի մարմնի մեջ, արա քո գործը։ Իսկ եթե դու պարապ նստած ես, միայն հյուրի պես այցելու գալի նստում լսում ու գնում ես, Հակոբոսը ասում է մի եղեք միայն լսողներ, որովհետև միայն լսելով հարց չես լուծի, կամ մարդ էլ կա շատ խոսում է, միայն խոսում է, բայց բան չի անում։ Մի եղի միայն խոսող, եղիր խոսող, լսող եւ գործ անող։ Այդ ժամանակ հավատքը չի պակասի։ Փառք Հիսուսին։ Այդ ժամանակ սատանան քեզ հյուր չի գա։ Այդ ժամանակ տունը չի քանդի։ Այդ ժամանակ դու սատանայի տունը կքանդես, գլուխն էլ հետը կտրորես։ Եկեք ոտքի կանգնենք։ Եկեք երկրպագենք Աստծու առաջ աղոթի, ապաշխարի, խնդրի, ասա Տեր, ես ուզում եմ անեմ քո համար, ասա ինձ ինչ անեմ եւ ոնց անեմ։ Քո տան մեջ ինչ անեմ եւ ոնց անեմ։ Միգուցե կասի գնա հատակը մաքրի։ Սիրելիս մի ամաչի հատակը մաքրելու։ Դու սուրբերի ոտքերի տակ ես մաքրում։ Եվ ընդհանրապես առաջի գործը Տերը հենց այդ ասում։ Չի ասում գնա ու սկսի քարոզել, որովհետև դու չես կարող քարոզել, եթե չսկսես հատակից։ Աստված սկսում է ցածրից բարձրացնել մարդուն։ Ամեն։ Աստծո հետ եղես, երգը վերցնենք, երկրպագենք, հետո վերջում ես կմիանամ, կաղոթենք, իսկ ամենավերջում մի 20 րոպե կարող ենք շփվել, սուրճ խմել եւ ավարտենք մեր ծառայությունը։ Տերը օրհնի ձեզ։ Տերը օրհնի։ Sarsa
սարսափեմ, երբ Տերը լույսն է կյանքիս, լույսն է կյանքիս, հույսն է կյանքիս։ Փառք Հիսուսին։ Գիտես, երգում ենք եւ ես ումից վախենամ, եւ ես ումից սարսափեմ։ Երբ հավատքդ պակասել է, ուզես թե չուզես դու վախենալու ես։ Դու վախենալու ես, որովհետեւ դևերը մոտենալու են եւ վախենալու բաներ են քեզ ցույց տալու եւ վախենալու բաներ ես տեսնելու եւ սկսելու ես մտածել դրանց վրա եւ սարսափել։ Դրա համար հավատքդ ավելացրու, որպեսզի չվախենաս։ Եթե չես ուզում վախենաս, թույլ մի տուր նաև քո գլխում պատտվեն վախենալու մտքեր։ Ձեռքդ դիր քո գլխին եւ արգելի բացասական վախենալու մտքերը, որովհետեւ սատանան ամեն րոպե կարող է քեզ խոսի եւ բացասական բաներ ասի։ Օրինակի համար, շուտով կմեռնես, շուտով ինսուլտ, ինֆարկտ, շուտով ամուսինդ կմահանա, շուտով երեխադ կմահանա, շուտով սենս կլինի, վթարի կենթարկվի, շուտով ուռուցքներ կհայտնվեն ձեր գլխում, ձեր մարմնում եւ նման շատ մտքեր եւ դրանք վախենալու են եւ մենք երբեմն տեսնում ենք դա որոշ մարդկանց կյանքում կատարվում է եւ ինչա պետք մեզ անել մեզ պետք է մեր հավատքի մեջ զորանալ չպակասի մեր հավատքը դրա համար եմ ասում խնամք տար մարմինը չի ուզում մարմինը տկար է հոգին հոժար է Հիսուս ասում արթուն կացեք աղոթք արեք Հալելույա, աղոթենք։ Փառավոր Աստված, բերում եմ քո ձեռքերի մեջ քո ժողովուրդը, Տեր, քո եկեղեցին։ Ես խնդրում եմ Փառավոր Հիսուս, որ այսօր քո այրունով սրբես ամեն մեկիս, Տեր ջան, ամեն մեկիս սրբես։ Եթե մեր հավատքը պակասել է, Տեր, ես աղոթում եմ, որ ավելացնես, զորացնես, արթնացնես, ոտքի անես, որ մենք ամեն մեկը սկսենք փնտրել քեզ, նորովի կյանքով լցվենք, Տեր ջան, ուրախությունով, խաղաղությունով լցրում ես, հավատքով լցրում, որ մենք ավելանանք, առաջի օրերի պես նորից ոտքի կանգնենք, խանդավառությամբ ջանք անենք, քո տան մեջ, քո գործերի մեջ լինենք, Տեր ջան, եւ դու ավելացնես մեր հավատքը, զորացնես եւ մեր կյանքում եւ մեր ընտանիքում եւ մեր կյանքի բոլոր ոլորտներում թող խափանվի սատանայի բոլոր ծրագրերը։ Սատանա մենք հրճակում ենք այսօր քո պարտությունը մեր կյանքում, որովհետեւ նա որ մեր մեջ է ավելի զորավոր է, քան թե դու որ աշխարհում ես։ Ամեն գործիք հակառակ մեզ չի հաջողվի եւ ամեն լեզու հակառակ մեզ կդատապարտվի, որովհետեւ մենք հնազանդվում ենք Աստծո խոսքին եւ հակառակվում ենք քեզ սատանա եւ դու փախչում ես մեզանից որովհետեւ Աստծո արքայության միջի ամենափոքրը ավելի զորավոր է քան թե դու սատանա որ ես աշխարհում ես մենք խլում պոկում փչացնում ու կորցնում ենք քո բոլոր ծրագրերն ու պլանավորումները բերդերն ու ամրոցները Աստծո ժողովրդի կյանքից նրանց կյանքի բոլոր ոլորտներից նրանց տնից տեղից ունեցվածքից ֆինանսներից ֆինանսական աղբյուրներից նրանց կոչումից նրանց ծառայությունից Հիսուսի անունով խլում պոկում փչացնում ու կորցնում ենք սատանայական բոլոր ծրագրերն ու պլանավորումները բերդերն ու ամրոցները եւ փոխարենը բոլոր ոլորտներում Աստծո ժողովրդի կյանքի շինում եւ տնկում ենք Աստծո կամքը, Աստծո արքայությունը, Աստծո լույսը, Աստծո տված բոլոր խոստմունքները, տեսիլքները, երազները թող գան շինվեն, տնկվեն եւ իրականանան Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Տեր արթնացրու քո ժողովրդին, Տեր, Աստծո վախով լցրու քո ժողովրդին, Տեր, թող ոչ մեկի հավատքը չպակասի, թող ավելանան եւ պակաս չլինի Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Ամեն, փառք Հիսուսին։ Սիրելի բարեկամներ, ուրախ ենք տեղեկացնել, որ քաղաք Արմավիրում եւ քաղաք Մեծամորում գործում են կյանքի խոսք եկեղեցիները։ Մենք սիրով հրավիրում ենք ձեզ միանալ մեր ծառայություններին եւ անցկացնել օրհնված ժամանակ Աստծո ներկայության մեջ։ Քաղաք Մեծամորում ծառայությունները անցկացվում են ամեն երեքշաբթի եւ շաբաթ օրերին։ Երեքշաբթի 19:30-ին անցկացվում է աղոթքի եւ երկրպագության ծառայություն։ Իսկ շաբաթ օրը 19:30-ին տեղի է ունենում եկեղեցական հավաք, որտեղ միասին փառաբանում ենք Տիրոջը եւ լսում Աստծո խոսքը։ Արմավիր քաղաքում ծառայությունները նույնպես ակտիվ են։ Ամեն չորեքշաբթի 19:30-ից անցկացվում է փառաբանության եւ աղոթքի երեկո։ Իսկ Կիրակի օրը 12:00-ին տեղի է ունենում Կիրակնօրյա ծառայությունը։ Նույնպես եկեղեցում գործում են մանկական, պատանեկան եւ երիտասարդական ծառայություններ, որոնց մասին տեղեկություններ ստանալու համար հետևեք մեր Instagram-ի եւ Telegram-յան ալիքներին։ Նաև ունենք խմբակներ Արմավիր մարզի տարբեր գյուղերում։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապնվել մեզ հետ։
Սիրո սպասում ենք ձեզ միասին աղոթելու, երկրպագելու եւ հոգեորապես զորանալու համար։ Եկեք եւ զգացեք Աստծո սերն ու ներկայությունը մեզ հետ։